Պատկերացրեք, ձեզ փողոցում հանդիպում է մի մարդ եւ սկսում է հետեւյալը համոզել. 30 տարի այդ խեղճ մարդկանց, նկատի ունենալով ադրբեջանցիներին, այդ խեղճ մարդկանց հողերը զավթել ենք, գրավել ենք, ասում ենք, որ մերն են այդ հողերը եւ դրա համար պատերազմ էր։ Հիմա հողերը վերադարձրել ենք իրենց օրինական տերերին, ասում ենք, որ այդ հողերը մերը չեն եւ հիմա դրա համար խաղաղություն է։ Կամ ասում է 1915 թվականին խելոք լինեինք, մեզ խելոք պահեինք, ռուսներին չլսեինք եւ ոչ մի ցեղասպանություն չէր լինի։ Դուք այդ մտքերի հետ համաձայն չեք։ Ավելին, դուք այդ մտքերը համարում եք հրեշավոր։ Ինչպես եք դուք վարվելու այդ դեպքում։ Կա երկու ծայրահեղություն։ Առաջին ծայրահեղությունը փողոցում կռիվ սարքելն է, որը անցանկալի է, բայց ավելի հաճախ հանդիպում է երկրորդ ծայրահեղությունը։ Դուք լսելով այդ հրեշավոր մտքերը սկսում եք գլուխը տնբացնել, համաձայնելով ձեր զրուցակցի հետ։ Ինչու՞։ Որովհետև դուք կարծում եք, որ այդպես է մտածում մեծամասնությունը։ Եվ դուք չեք ուզում սպիտակ ագռավ լինել, չեք ուզում լուսանցքում հայտնվել, չեք ուզում լինել փոքրամասնության մեջ։ Ահա դա է իսկական ստորությունը եւ իսկական ուրացումը։